Դիաննա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Աննայի նախաձեռնությամբ տեղի է ունենում մի հանդիպում, որը վաղ թե ուշ պետք է կայանար։ Միքայելը հայտնվում է հիվանդանոցում, կանգնած հենց այն կնոջ առջև, ում կյանքից ու ճակատագրից խլել էր ամենաթանկը։ Աննան մեղադրանքները հնչեցնում, ամեն մի խոսքի մեջ ցասում, հիասթափություն և հուսահատություն։ Նա բաց է ասում, որ Միքայելի անպատժելիության զգացումը դարձել է այս ամբողջ դժբախտությունների պատճառը։ Իսկ Միքայելը, ինչպես միշտ, անսասան ու ցինիկ, ոչ միայն չի փորձում արդարանալ, այլև հաստատում է, որ իր բոլոր քայլերը տեղին ու անհրաժեշտ են եղել։ Նրա արձագանքը ցնցող է։ Նա նախազգուշացնում է, որ ամեն ինչ դեռ առջևում է, և վերջը կարող է շատ ավելի սարսափելի լինել։ Մյուս կողմում Արամը, հուսալով վերջապես մորը վերադարձնել իրականություն, համոզում է նրան ընդունել բուժում։ Մտածված, հույսով ու լռակյաց հավատով նա նստեցնում է Լիլիթին մեքենան, կարծելով, թե ամեն ինչ գնում է դեպի լավը։ Բայց Լիլիթի մոտ հանկարծ մի ակնթարթում վերագտնվում է խելքը։ Նրա հոգին նորից լցվում է մոլուցքով ու կասկածով։ Նա հասկանում է, թե ուր են իրեն տանում, և վայրկյանների ընթացքում հրաժարվում է բուժման գաղափարից։ Նրա քայլերն ուղղվում են դեպի մութը, բառի բուն իմաստով։ Լիլիթը ուղևորվում է Միքայելի աշխատավայր։ Նա նրան առաջարկում է սարսափելի փոխանակում՝ Սոսի կյանքը Աննայի ազատության դիմաց։ Նա առաջարկում է սպանություն, միայն թե համոզվի, որ Սոսը ու Աննան երբեք չեն միանա։ Այդ պահին Լիլիթը վերջնականապես կորցնում է մարդկային դեմքը։ Նա այլևս ոչ թե խոցված կին է, այլ վրեժի կրակից այրվող մի ստվեր, ով չի ճանաչում բարոյականություն, սահման կամ մեղք։ Մինչ այդ, Սոսն իր կողմից փորձում է պահել խաղաղություն, գոնե դստեր կողքին։ Նա Անգելինային տուն է ուղեկցում։ Ճանապարհին նրանք զրուցում են, միմյանց բացվելով, կիսվելով ցավով ու մտահոգություններով։ Բայց այդ փոքրիկ խաղաղության պահը երկար չի տևում։ Երբ նրանք տուն են մտնում, դիմավորող տեսարանը ցնցող է։ Ավագն ու Վիկտորիան, իրենց ճնշված հույզերով ու խոցված հպարտությամբ, գազազատ դիմակայում են Անգելինային։ Նրանք սրտացավ ու վիրավորված են, որ աղջիկը դիմել է Սոսին օգնության համար։ Եվ երբ Անգելինան փորձում է բացատրել, որ իր շարաժիթը եղել է մաքուր, միայն հոր առողջության հանդեպ անհանգստությունից դրդված, ավագը անկառավարելի հուզականությամբ հայտարարում է, որ աղջիկը այլևս չունի տուն այս տանիքի տակ։ Նրա խոսքերն ինչպես դանակ հատում են օդը։ Նա ասում է, որ Անգելինան այլևս իրեն պապա չասի։ Իսկ այս ամենը տեղի է ունենում Սոսի ներկայությամբ, ով մնացած բոլորի պես քարացած է, լռում է, չկարողանալով հավատալ լսածին։ Այս ամենից հետո Անգելինան դուրս է գալիս այդ տան դռներից առանց վերադարձի ակնկալիքի։ Նա այլևս տեղ չունի այնտեղ։ Նա գնում է Սոսի տուն։ Գնում է այնտեղ, որտեղ գուցե վերջապես լսվում է նրա սրտի ձայնը։ Եվ այդ քայլով սկսվում է բոլորովին նոր փուլ, ավելի մաքուր, բայց նաև ավելի վտանգավոր։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճիշտ է վարվում ավագը Անգելինային տանից դուրս անելով։ Գրեք մեկնաբանություն։ Լավ կհանգստանաս։ Այդ ոչ մի ձև կես նեղություն չեմ տանում։ Տեղը տասա։ Առավոտյան ակնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք։ Մամաս ասանք, ասաց սպաս ասանք, համեմ բեր։ Ես գիշերվա կեսի որտեղ եմ համեմ ճարեմ։ Մեկը տեսնում եմ
Հեսա այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառը։ Դնել եմ հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբկա։ Մի քիչ թարխուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի մարքշուփ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա անելիքը տարա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով? Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված եւ ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Անգելինա մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, հանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ ընդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տուն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Ուրեմն թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում